Մարդիկ գիտեն, որ շատերդ սպասում եք տիրոջ գալուն, ոչ թե երկրորդ գալուստին, այլ հափշտակությանը։ Սպասում եք հավատով, վստահությամբ, գիտեք, որ նա գալու է։ Արդյոք ամբողջ իրողությունը իր ողջ զորությամբ կարող ենք պատկերացնել։ Ոչ, բայց ամեն անգամ, երբ պատկերացնում եմ, Տիրոջ ամենազորությունը, որն անչափելի է և անսահման, և որ Տերը ստեղծեց այս երկիրը և այս մարդկանց, ստեղծեց ամենը, արարեց ամենը իր մատներով, ստեղծեց մեզ ու իր շունչը փչեց մեր մեջ ու մեզ կյանք տվեց, և հետո այդ նույն Տերը, նույն Աստվածը մարմնավորվեց, դարձավ մեզ պես մարդ, եկավ իրեն հավասարեցրեց մեզ, որպեսզի մեզ փրկի, մեր ձեռքով զոհաբերվելով, Աստված, ով ստեղծել էր հենց այդ նույն մարդկանց, հենց այդ նույն երկիրը, այդ նույն մարդկանց ձեռքով բարձրացվեց խաչին և իր արյամբ փրկեց այդ նույն մարդկանց, մեզանից յուրաքանչյուրին, և հարություն առավ խոստանալով մեզ նույնը, արժանացնելով մեզ այդ նույնին և հենց այդ նույն Աստվածը, ում մատների ծայրերից ծնվել է երկիրը, հողն ու ջուրը, երկինքը, մարդը ու ոչ ոք մինչև հիմա նրա ամենազորությունը, անսահման ուժը չի կարող պատկերացնել, նա գալու է իր ստեղծած երկիր, այն երկիր, որը ինքը ստեղծեց և որտեղ ինքը չընդունվեց, այն երկիր, որտեղ իր արյունը թափեց, որ փրկի մեզ, վերադառնալու է այդ երկիր, բայց դուք պատկերացրեք դատաստանի ժամանակ, նրա երկրորդ գալուստը, երկիր, ինչ ենք լինելու, ինչ է լինելու մարդկությունը, ինչ է զգալու մարդկությունը, կատարյալ Աստված, կատարելության գագաթնակետ, Հիսուս Քրիստոս և Սուրբ Երրորդություն, մեր արարիչ, ստեղծիչ Աստված, ով այնքան բարի է, սիրով է և ողորմած է, որ ստեղծեց մեզ և մենք մեղք գործեցինք, բայց եկավ երկիր, որ մեր մեղքը մաքրեր և հնարավորություն տվեց մեզ ապրելու իր կողքին, ինչքան պետք է Աստված սիրի մարդուն, որ նրան ստեղծելով, կյանք տալով, դրախտին արժանացնելով, ների մարդու մեղքը և նրան սիրելով ու գթալով չուզենա, որ այդ մարդը հենց իր ընտրությամբ, իր մարդկային ընտրությամբ գնա դժոխք, նա մարմնավորվի, գա երկիր, որ հենց այդ մեղավոր մարդուն հնարավորություն տա փրկվել հենց իր մեղքերից, այնքան սիրի, որ մեզ այդ հնարավորությունը տա նորից, տա այդ հնարավորությունը և մեզ բոլոր անարժաններիս, որ ոչ մի կերպ չենք կարող արժանանալ Աստծուն, հենց իր ողորմածությամբ և գթասրտությամբ և անսահման սիրով Աստված արժանացնում է իր թագավորությունում ապրելու, այսինքն Աստված ստեղծեց մեզ, մենք չընդունեցինք նրա պարգևը դրախտի կյանքի, մեղք գործեցինք, բայց Աստված չուզեց մեզ հավերժ մեղքերի համար պատժել, նա եկավ երկիր, հավասարվելով մեզ, մարդ դարձավ, սովորեցրեց, փրկեց իր արյամբ և արժանացրեց իր կողքին, իր թագավորությունում հավերժական կյանքով ապրելուն, դա ինչպիսի սեր պիտի լինի, դա ինչ սեր է և ինչ անսահմանություն է, նա չթողեց, որ մենք մեր ընտրության մեղքի մեջ վառվենք դժոխքի կրակներում, նա փորձեց նորից մեզ փրկել, նա տվեց մեզ դրախտային կյանք, մենք չընտրեցինք, դուրս եկանք, դուրս վտարվեցինք, գնացինք մեղքերի մեջ, գործեցինք մեղքեր, գայթակղվեցինք սատանայի կողմից, շարունակեցինք և գնում էինք դժոխք, բայց Տիրոջ սերը անսահմանն էր և նա չկարողացավ նայել, թե ինչպես են իր զավակները գնում մահվան և նա եկավ և նա փրկեց և նա նորից է գալու և տանելու է, հափշտակելու է բոլորին, ովքեր հենց իր Տիրոջ ողորմածությամբ արժանացան այդ փրկությանը և հետո այդ նույն փրկվածների հետ վերադառնալու է երկրորդ գալուստով երկիր դատելու, Տիրոջ
իրական աստվածային զորությունը միայն իմանալու ենք երկրորդ գալուստին դատաստաների ժամանակ, երբ նրա քայլերից կդղրդա երկինքն ու երկիրը, երբ ամեն շնչավոր էակ կծնկի նրա առաջ։